արդյոք միավորված ազգերու գազագերբությունը իր հիմնադրության նպատակին գծարայ է, թե չի ծարայ է։ Գիտենք, որ այդ գազագերբությունը հիմնվեցավ երկրորդ աշխարհամարտեն անմիջապես հետո նմանօրինակ կոնֆլիկտներ լուծելու համար։ Մենք տեսանք, որ Արցախեն ի վեր այդ գազագերբությունը կրնանք ավելի առաջարկել ապրիկյան կարգ մտեղերու հետ կապված ցեղասպանություններով եւ կոնֆլիկտներով, բարձրապես հանդիսադեսի տեր ունի, լավագույն բարակային ինչ որ որոշում մգանցն է, ինչ որ հայտարարություն եւ անպայման գտադաբարդի, երբեմն խիստ գտադաբարդի, այսպես կլան բաները, վերնակիրները, այսինքն նշանակե, որ երբ որ մարդ չուզ, այսինքն մարմին մգա որ չուս էր կորձնել, հայտարարություն գնա, բադվիրագություն գղերգե։ Այս ժամանակավրեպությունը ցույց կտա այդ գազագերբության, որտեղ այնտեղ կա նաև անարդար վիճակ։ 193 երկիրները գազմված մարմինը մեկ երկրի վետոյով այդ բոլորին արած որոշումը կամ անոր մեծամասնության արած որոշումը կրնա չեղյալ նկատվել։ Բայց բարակային ամերիկյան մեկ վետոմը այդ 193-ն ալ եթե ջանչնան Պաղեստինյան պետությունը այսօր, որպես երկու պետություններ այդ տարածաշրջանի մեջ, երկու պետությունները մեկը, այդ մեկ վետոյով կրնա անիմաստանալ։ Խոսքարև Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է։ Հա, բայց այդ 5 մնայուն ապահովական խորհրդի 5 մնայուն մշտական անդամներ մեջ, օրինակ 60-70 միլիոնոց Ֆրանսան ագա, օրինակի համար, որ պիտի գրնա որոշել կամ ճակատագրին հետ խաղալ Հնդկաստանի 6.5 միլիարդ բնակչություն եւ Ֆրանսիայի տարածության 10 անգամ ավելի տարածություն ունեցող երկրի մեջ ճակատագրին հետ գրնա խաղալ։ Այս կնշանակի, որ այդ գազագերբությունն ալ իր օրենքներով, օրենսդրությամբ եւ իր թերով արդեն ժամանակավրեպ է, ճիշտ է որ անոր ընդհանուր կարդուղարը նաեւ Շարամ Շեխ ներկա էր, սակայն եւ այնպես այս գազագերբությունը իր առաքելությունը կատարելու դժվարության առջև է նմանօրինակ 75 տարիով հինցած կարգադրությամբ, որն է այդ մնայուն անդամները եւ այլն։